Փաստը գրում է ամենայն հավանականությամբ մինչև երկամսյա ժամկետի ավարտը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, հաշվի առնելով, որ նա կալանավորվել է հունիսի 18-ին, ստացվում է, որ օգոստոսի 18-ին կարձակվի ճիշտ այն օրը, երբ լրանում է 60-ամյակը։ Թերթի տեղեկություններով իշխանությունները ավելի են անհանգստացել Կարապետյանի դատարանից գրված նամակների հրապարակումից։ Դրանք փաստացի, թե ծրագրային ելույթներ են, թե կոնկրետ մեսիջներ, որոշ շրջանակների հատկապես ցավեցրել է երեկվա իր նամակում Սորոսին կոշտ անդրադարձը, թե փոքր խմբակի այլ երկրների ներքին գործերն իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը։ Փաշինյանը ըստ պարբերականի չափազանց անհանգստություններ ունի այն առումով, որ Կարապետյանը կարող է լինել ընդդիմադիր դաշտի յուրատեսակ մերան եւ միավորել հասարակության գերակշիռ մասին։ Նրա վախերը վերաբերվում են, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցուն Սամվել Կարապետյանին լոկալ պաշտպանելու գործընթացը կարող է վերաճել քաղաքական լուրջ պրոցեսների։ Փաշինյանը, ինչպես հայտնի է, սարսափում է ցանկացած, նույնիսկ ամենափոքր ակցիայից, գրում է թերթը։ Հրապարակը գրում է նախորդին կաթողիկ է Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Զվարթնոցի տաճարից մինչև Մայրաթոր բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող մարդիկ։ Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրել, իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում, բայց այն անհանգստություն է պատճառել Փաշինյանին, նա հրահանգել է եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել, զուգահեռ զբաղվել եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում առաջիկայում նոր ձերբակալություններ կլինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանք ստեղծելու Ռուբիկոնն էլ հաղթահարեց, հիմա ամեն ինչի ունակ է։ Փաստում կարդում ենք Փաշինյանի Թուրքիա մեկնելու այդ երկրի նախագահի հետ հանդիպման հետ կապված այս օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ Փաշինյանը Էրդողանինը դիմել ակնարկելով վերջինիս միջնորդությունը հնարավորինս արագ Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Նա նշել է, որ ինքը ամեն ինչ անում է դրա համար, հոգու խորքում նվիրված է խաղաղության խաչմերուկի գաղափարին, պատրաստ տարբեր զիջումների։ Այս տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ տարբեր աղբյուրների փոխանցմամբ Էրդողանն ու Ալիևը ոչ մեկ անգամ Փաշինյանին հասկացրել են, որ վստահություն չունեն այն առումով, թե 26 թվականին կարողանալու է մնալ իշխանության։ Իրենց տեղեկություններով հիմա էլ երկրում հանգիստ չէ, իսկ առաջիկայում սպասվում են նոր ակցիաներ։ Ավելին Փաշինյանին հասկացրել են, որ նա պետք է երաշխիքներ տա, որ ինքն ի վիճակի է վերընտրվել։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիա կատարած այցի օրը Էրդողանին հանդիպելուց առաջ Փաշինյանի հրահանգով իրավապահները ցուցադրական օպերացիա էին անում եւ բերման ենթարկվում ընդդիմադիրներին, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է ԱԺ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը շտաբ կարգով քննարկելու։ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ալեն Սիմոնյանին, Արծվիկ Մինասյանի ու Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հարցով եւ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Թերթը գրում է, տեղեկությունների Մինասյանը դիմելով խորհրդին նշել է, որ այդ հարցը պետք է անհապաղ քննարկել, հանրությանը պետք է ներկայացվի շատ շտաբ։ Մինասյանի հորդորին դեռ չեն արձագանքել։ ԿՊԱ-ական աղբյուրի փոխանցմամբ դա կանեն հուլիսի սկզբին։ Հրապարակն էլ գրում է Պոլիտիկայեմ կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Աննա Հակոբյանին, պահանջում է, որ նա հերքի զրպարտչական կեղծ տեղեկությունները ներողություն խնդրի ու 2 միլիոն վճարի։ Թերթի հետ զրույցում Մուրազին հաստատել է տեղեկությունը, ասել է. «Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ, սա անձնական հայց չէ, նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել հոգևորականներին, կեղտոտագույն գրառումներ արել նաև իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացրել իր ստիպելու են, որ Փաշինյանի ընտանիքի անդամը պատասխան տա իր հակահասարակական վարքի համար։ Ասեմ նաև, անակնկալ ունեմ Աննա Հակոբյանից բռնագանձվող գումարն անձնական նպատակներին չեմ ծառայեցնելու, կօգտագործենք շատ կարևոր գործի համար, որի մասին մոտ օրերս կասեմ», նշել է նա։
Ժողովուրդն էլ գրում է շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ պաշտոնը թափուր է, ըստ էության քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։ Եղիշե Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից, պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին հետ վերցնել միմյանց դեմ հայցերը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը հետ կանչելու տարբերակը։ Եղիշե Կիրակոսյանը քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջև խաղաղության հաստատման այդ հայցերը եւ դրանց հետապնդելը խոչընդոտ չէ միջազգային ատյաններում մեր իրավունքների պաշտպանության համար։